FreeSoft ստերիլ աղաջրային լուծույթ նախատեսված է ամբողջ ընտանիքի համար սկսած նորածնային տարիքից։ FreeSoft կաթիլները լայնորեն կիրառվում են քթի եւ աչքերի ամենօրյա հիգիենիկ լվացումների համար։ Elroom-ի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Novothein Ultra աչքի խոնավեցնող եւ հանգստացնող կաթիլներ, չի պարունակում վնասակար կոնսերվանտներ, առկա է բոլոր դեղատներում։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elroom-ում եք։ Դուք գիտեք, որ 1 ամիս շարունակ մարտի 8-ից ապրիլի 7-ը Elroom-ում կանայք են, ովքեր փոխում են աշխարհը։ Եվ հիմա մենք ամփոփում ենք այս շատ գեղեցիկ, շատ տարբերվող օրերը։ Իրականում ասում են կանանց համար յուրաքանչյուր օրվա մեջ պետք է կարողանալ լուսավոր մի բան գտնել եւ այդ դեպքում տոնն ապահովված է։ Սակայն այս առումով ապրիլի 7-ը առանձնացել է միշտ, առանձնանում է եւ հիմա։ Պիտի կարողանանք այս տոնի խորհուրդը գնահատել ու դրա հետ միասին վայելել այս իսկապես ապրիլի 7-ի եւ խորհուրդը եւ օրը իր բոլոր դրսևորումների մեջ։ Այսօր մենք շատ հետաքրքիր հանդիպում ունենք։ Օվկիանոսից այն կողմ մենք փորձում ենք իրականում զրուցել կանանց հետ, ովքեր իրենց ասպարեզում կարողանում են աշխարհում շատ բան փոխել, բայց երբ հնարավորություն ենք ունենում զրուցել կանանց հետ, ովքեր եւ իրենց մասնագիտական դաշտում եւ իրենց մտածողությամբ կարողանում են այս աշխարհն ավելի լավը դարձնել, սա իրականում մեզ համար իսկապես հաղթանակ է։ Որովհետեւ գիտեք, կարող է դուք այս ասպարեզի հետ կապված խնդիրներ ունենաք, այդ դեպքում տեղեկատվությունը ձեզ անհրաժեշտ լինի, բայց հնարավոր է, որ նույնիսկ այս ասպարեզի հետ առնչվող որևէ հարց դուք չունեք կամ գուցե այս տեղեկատվությունը շատ ձեզ օգտակար չի, սակայն ես մի բան վստահ կարող եմ ասել, որ մեր այսօրվա զրույցից յուրաքանչյուր մարդ աշխարհի որ անկյունում էլ լինի, իր համար կարևոր ու հետաքրքիր մի բան կտանի, որովհետև իսկապես կանայք կան, որ իրենց մտածողության ձևով, իրենց քայլերով, իրենց կենսագրությամբ կարողանում են աշխարհը ավելի լավը դարձնել։ Այս պահին ես ուզում եմ Elroom-ում նաև ձեր անունից մեծ սիրով ողջունել Dynamic Finance Group-ի հիմնադիր տնօրեն, ֆինանսական եւ անշարժ գույքի գործակալ Անիկ Ամիկյանին։ Անի, շատ շնորհակալ եմ, շատ ուրախ եմ, որ հենց այսօր առիթ ունենք մենք զրուցելու։ Ես ուզում եմ ձեզ շնորհավորել եւ ապրիլի 7-ի խորհուրդը ինձ համար մի տեսակ էլի մի քանի առումով կարեւոր դարձավ մեր նախնական զրույցից հետո։ Շնորհակալություն, ես նույնպես շատ հաճելի է եւ շատ ուրախ եմ գտնվել այստեղ հենց ապրիլի 7-ի կապակցությամբ առիթով։ Ապրիլի 7-ը ինձ համար մի ուրիշ տոն է։ Փոքրուց սիրել եմ, ինձ համար միշտ շատ խորհրդանշական տոն է եղել եւ ապրիլի 8-ին իմ ծննդյան օրն է, միշտ ապրիլի 7-ը մի ուրիշ, միշտ ծաղիկներ եմ ստացել ապրիլի 7-ին եւ ապրիլի 8-ին, ինձ համար շատ հատուկ տոն է եղել եւ երբ տեղափոխվեցի Միացյալ Նահանգներ եւ ծանոթացա ամուսնուս հետ, նա ապրիլի 7-ը ինձ համար էլ ավելի մեծ տոն սարքեց, առաջարկություն անելով հենց ապրիլի 7-ին եւ ամեն տարի մենք ավելի մեծ ենք նշում ապրիլի 7-ը։ Ես ուզում եմ, որ ապրիլի 7-ի հետ կապված այս տոների հաղթարշավը ձեր կյանքում շարունակվի, Անի, որովհետև դուք շատ անկեղծ ու բաց սիրում եք խոսել դրականի մասին, իսկ սա մեր ժամանակներում իրականում եզակի մի բան է։ Երևանում եք ծնվել, Անի, հետո արդեն ընտանիքով եք մեկնել, ձեր հայրական ընտանիքով, փաստորեն մեկնել եք նահանգներ։ Այո, ծնվել եմ Երևանում եւ 2008 թվականին, երբ ավարտեցի միջնակարգ դպրոցը, տեղափոխվեցի Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ նոր կյանք սկսեցի օտար երկրում։ Հետաքրքիրն այն է, որ երբ փոքր էի, միշտ բանաստեղծություններ էի գրում եւ մի բանաստեղծություն ունեի գրած, որ տողերը այսպես էր. ծովի ափին նստած եմ ես, խորում եմ ես կյանքիս մասին, բախտիս մասին, որ ինձ տարավ, օտար երկիր, օտար աշխարհ, ու հետաքրքիրն այն է, որ այդպես էլ եղավ ու հասկացա, որ եթե մի բան գրում եմ, պետք է այնպես գրեմ, որ դրական լինի, քանի որ հեշտ է միշտ տխուր եւ բացասական տողեր գրել, բայց պետք է դրական գրել, որպեսզի մեր կյանքը դրականով շարժվի առաջ։ Այո, փաստորեն դուք խոսքը եւ հատկապես գրավոր խոսքը ուժ ունի, ինչպես ասում են, սրան հավատում եք, Անի։ Այո, հավատում եմ, քանի որ իմ կյանքում շատ եմ պատահել, երբ իմ գրած տողերը իրականացել են
Եվ դրա համար շատ զգուշ եմ, թե ինչ եմ գրում, ինչ միտք է գալիս եւ միշտ փորձում եմ դրական մտքեր ունենալ եւ դրական տողեր գրել։ Բայց նաև դրական մտածելը, դրական խոսել ու գրել, սրա հետ զուգահեռ նաև դուք ունեք այսպես նպատակասլացություն, այսինքն դեռ փոքրուց որոշումներ եք ընդունել եւ փորձել այսպես փոքր քայլերով, բայց գնալ դեպի այդ երազանքը կամ որոշումը անի։ Այո, ես հավատում եմ, որ այս կյանքում մեզանից է կախված, թե մենք ինչ կունենանք, որտեղ կլինենք, ինչի կհասնենք եւ մենք ենք մեր ճակատագրի տերը եւ հավատում եմ, որ Աստված շատ բաներ մեզ տալիս է, բայց մենք ունենք ազատ կամքի իրավունք եւ ազատ ընտրության իրավունք եւ թե այսօր մենք ինչ ունենք, կախված է հենց մեզանից եւ մեր քայլերից։ Այս գաղափարին մարդիկ շատ երկար են գալիս, մինչեւ հասնում են այդ կետին, որովհետեւ միշտ ավելի հեշտ է լինում, չէ՞, պահանջել ինչ-որ բաներ կամ պատճառներ գտնել, թե ինչու սա այսպես չի ստացվում։ Դուք շատ երիտասարդ տարիքում եք եկել դրան եւ շատ այսպես արվեստի հետ ես հասկանում եմ, որ ուղիղ կապ ունեք։ Ինչպես եղավ, որ որոշեցիք ընտրել ֆինանսների աշխարհը։ Ես փոքրուց երազել եմ մարդկանց օգնել։ Ինձ միշտ թվացել է, որ իմ դերը այս կյանքում մարդկանց օգնելն է, որ պետք է ես մարդկանց օգնեմ, հասնեմ եւ մտածում եմ, որ երևի բժշկականով գնամ, ավելի ճիշտ կլինի, որովհետեւ դա է մարդկանց օգնելու այլ ուրիշ ձև չգիտեի, մտածում եմ հիվանդներին կօգնեմ, բայց կյանքը այնպես դասավորվեց, որ ֆինանսների մեջ գնացի, բանկում էի աշխատում եւ մտածում էի, որ չեմ կարողանա այս աշխատանքը անել, որովհետեւ ընդհանրապես գաղափար չունեմ ոչ մի բանի մասին եւ մտածում էի այդ այն չէ, ինչ որ ես եմ ուզում անեմ, այն ինչ որ իմ նպատակն է եղել փոքրուց, սակայն երբ սկսեցի սովորել բանկը ինչ է առաջարկում մարդկանց եւ մարդիկ ինչպես կարող են օգտվել եւ ինչպես կարող են շահել, այդ ժամանակ ես հասկացա, որ սա էլ է օգնություն մարդկանց իրենց ֆինանսների հարցում, որովհետեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում շատ երիտասարդներ չգիտեն ինչպես կառավարեն իրենց գումարը եւ շատ դեպքերում ծախսում են ավելին, քան ունեն եւ հայտնվում են պարտքերի մեջ։ Եվ երբ ես դա նկատեցի, հասկացա, որ սա նույնպես օգնություն է եւ ավելի մեծ օգնություն է մարդկանց, որ ֆինանսական խնդիրներ չունենան։ Իսկապես, որովհետև դրանք ֆինանսական խնդիրները ժամանակի ընթացքում են առաջանում, այդպես ավելի մեծանում, դժվար լուծելի կամ անլուծելի դառնում, բայց մյուս կողմից իսկապես եթե այստեղ չես կարողանում կառավարել, հետո կարող ես հոգեբանական շատ լուրջ ու ծանր վիճակի մեջ հայտնվել։ Փաստորեն դուք ձեր ուսուցման զուգահեռ աշխատել եք նաև տարբեր հիմնարկներում, հետո բանկում եք աշխատել եւ արդեն 2015-ին, ձեր հաճախորդներից, այցելուներից մեկն է ձեզ առաջարկել աշխատանք ու դուք տեղափոխվել եք։ 2015 թվականին, այո, միշտ հաճախորդներիցս մեկը միշտ ինձ ասում էր մոտ աշխատի, ավելի շատ գումար կաշխատես, ես միշտ մտածում եմ, չէ, բայց ես սիրում եմ իմ աշխատանքը, մարդկանց օգնում եմ, բայց հետո որոշեցի, որ կարելի է փորձել, քան որ հասկացա, որ ավելի շատ աչքերս փակ էր, ես բանկից այն կողմ ուրիշ բան չէի տեսնում ու հասկացա, որ իմ աճի համար պետք է փորձեմ մի ուրիշ բան, բանկ միշտ կարող եմ հետ գնալ եւ երբ ընդունվեցի իրենց մոտ աշխատանքի, հասկացա, որ շատ եմ սիրում այս աշխատանքը, այս գործունեությունը, որ իրանք անում են, քանի որ իրենք աշխատում են մարդկանց հետ, ովքեր ունեն գումար եւ այդ գումարը տրամադրում են մարդկանց, ովքեր այդ գումարի կարիքը ունեն, որպեսզի սկսեն բիզնես կամ գնեն բնակարան, գումար աշխատելու համար։ Այո։ Եվ հասկացա, որ շատ լավ միջոց է մարդկանց օգնելու։ Բայց սա այսպես շատ հեշտ մի գործ չի, որովհետև շատ նաև տարբեր դասընթացներ է պետք վերցնել, որպեսզի այդ թույլտվությունները, լայսենսները հանել։ Փաստորեն այս ընթացքում դուք կամած եւ վարկային գործակալի, եւ անշարժ գույքի գործակալի, նույնիսկ նոտարի լայսենս եք անել։ Այո, ես շատ սիրեցի այդ աշխատանքը եւ հասկացա, որ եթե ցանկանում եմ առաջ գնալ, ապա պետք է սովորեմ, լիցենզիաները հանեմ, որպեսզի կարողանամ ավելին հասնեմ, ավելին սովորեմ եւ կարողանամ մարդկանց իսկապես օգնել։ Եվ այս փաստորեն արդեն այս խորանալու արդյունքում
կարողացաք հնարավոր բոլոր ավելի աշխատանքի, պաշտոնի բարձրացում, ավելի կարևոր մեծացավ պատասխանատվությունը ձեր վրա դրված։ Այո, մեծացավ պատասխանատվությունը, բայց ես երբեք պատասխանատվությունից չեմ խուսափում, քանի որ եթե ուզում ես հաջողություն ունենաս այս կյանքում, ապա պիտի պատասխանատվություն կրես, եւ ինձ համար ավելի հաճելի է, երբ որ ավելի շատ պատասխանատվություններ կան իմ վրա, որովհետեւ ամեն անգամ, երբ ավելանում են պատասխանատվությունները, ես ինձ ավելի շատ արժանի եմ զգում, շատ եմ սիրում ռիսկի գնալ եւ պատասխանատվությունը, ռիսկը, այդ ամեն ինչը ինձ շատ է մոտիվացնում։ Պաստորեն սիրում եք ռիսկի գնալ, բայց սրա հետ միասին նաև դուք վստահ եք, որ ձեր գիտելիքի վրա, նաև ձեր աշխատասիրության, ու դուք շատ հետաքրքիր կոնտակտ եք կարողանում ստեղծել մարդկանց հետ։ Ես սիրում եմ մարդկանց հետ շփվել, մարդկանց ճանաչել, հասկանալ մարդկանց ինչպիսի բնույթ ունեն մարդիկ, ինչ երազանքներ իրենք ունեն, ինչ են ուզում հասնել, ինչն է իրենց խանգարում, որ չեն կարողանում հասնել։ Եվ մարդկանց զրույցության մեջ միշտ փորձում եմ մտնել եւ կարծում եմ ունենալով դա իմ մեջ իմ աշխատանքը ավելի է հեշտ անում ինձ համար։ Հասկանալով թե մարդկանց ինչ է պետք եւ առաջարկելով այն ինչ իրենց համար լավ է իմ աշխատանքի մեջ հետ կապված։ Այո, Անի, բայց այս դեպքում ինչպես եք կարողանում այս ամբողջ թե որն է իրենց համար ճիշտ, իրենց ավելի հարմար, ինչպես եք կարողանում սա տեղ հասցնել, չէ, որ մարդիկ մանավանդ երբ որ այդ ֆինանսական այս դաշտում իրենք որպես կանոն շատ դժվար է արագ կողմնորոշվելը, բայց ձեզ շատ վստահում են, նաև այս վստահությունը կապ ունի։ Կարծում եմ գալիս է նրանից, որ ես երբեք ինչ-որ մեկին չեմ առաջարկի այն ինչ-որ ես ինքս չէի անի, ու հաճախորդները դա հասկանում են, որ եթե ես իրենց մի բան խորհուրդ եմ տալիս, ապա դա ամենալավ տարբերակն է իրենց համար, եւ տվյալ դեպքում, երբ իրենց ինչ-որ բան եմ առաջարկում, իրենք գիտեն, որ եթե ես ներ իրենց տեղում նույնը կանեի, եւ անկեղծ եմ ես մարդկանց հետ, ես միշտ իրենց կասեմ, սա կարող եմ անել, բայց եթե կարող եք ավելի լավը գտնել, գնացեք։ Կարող եմ օրինակներ բերել, որ հաճախորդը եկել է մեզ մոտ եւ հիպոթեկա է ցանկացել վերցնել եւ ինձ ասել են, որ ուրիշ մեկը կարող է այսպիսի բան անել։ Ես ասել եմ, շուկայում չկա այդպիսի տոկոսներ, բայց եթե առաջարկել են, վերցրեք, որովհետեւ շատ լավ առաջարկ է։ Միշտ հետ են գալիս եւ ես շատ բախտավոր եմ, որ մեր հաճախորդները մեր հետ մեկ անգամ աշխատելուց հետո միշտ հետ են գալիս, կարծում եմ գալիս են նրանից, որ իրենք գիտեն, որ ինձ համար սա ուղղակի բիզնես չէ, ուղղակի գումար աշխատելու ձև չէ, այլ ավելի ապրելակերպ է։ Ես ինձ շատ բախտավոր եմ զգում, որ ես ինձ գտել եմ այս բիզնեսի մեջ եւ ինձ երջանիկ եմ զգում եւ ինչքան էլ կայացած եմ, բայց ամեն օր փորձում եմ ավելի կայանալ եւ ավելի շատ բան սովորել, որպեսզի կարողանամ հաճախորդներին օգնել։ Այո, Պաստորեն, հիմա արդեն 22 թվականի մայիսին հիմնադրվեց ձեր կազմակերպությունը, Dynamic, նաև շատ հետաքրքիր անվանում ունի Finance Group-ը, բայց դրանից առաջ նաև դուք COVID-ի ընթացքում շատ բարդ էր ձևակերպել վարկերը եւ ես գիտեմ, որ ձեր նախորդ աշխատավայրում դուք այն եզակի գործակալներից եք, ով հենց այս ժամանակ կարողացել եք վարկեր հաստատել նաև։ Այո, երբ COVID-ը սկսեց, բոլորիս մեջ կար այդ վախը, որ ինչ պետք է լինի, եթե էլ աշխատանք չլինի, քանի որ շատ ընկերություններ փակվեցին։ Իհարկե իմ մեջ էլ այդ վախը կար, բոլորի մոտ է կար, բայց ես երբեք չեմ թողնում, որ այդ վախը ամբողջովին ինձ տիրի։ Երբ ինչ-որ այդպիսի մտքեր են գալիս, միշտ ասում եմ, չէ, լավ է լինելու։ Ու այդպես կարողացա իսկապես մեր կազմակերպությունում միակ գործակալներ, որ ապրիլին, մայիսին, հունիսին ձևակերպեց վարկերը։ Եվ գործակալությունը չփակվեց։ Թեկուզ ժամանակավորապես չփակվեց։ Իսկ հետո արդեն Պաստորեն 7 տարի աշխատել եք այդ գործակալությունում, հետո նոր որոշում կայացրել հիմնել ձերը։ Ես շատ հավատարիմ մարդ եմ եւ ինձ համար շատ դժվար քայլ էր դա անելը, քանի որ գործակալության բաժանետերերին շատ սիրում եւ հարուկում եմ եւ բաժանումը շատ դժվար էր։
Բացի նրանից, որ ես մոտ 7 տարի աշխատել եմ, իրենք իմ կյանքում են եղել այն ժամանակ, երբ ծանոթացել եմ ամուսնուս հետ, երբ ամուսինս ինձ առաջարկություն է արել, իրենք ներկա են գտնվել իմ հարսանիքին, այդ ուրիշ կապ էր մեր մեջ, բայց պահ եկա, որ հասկացա, որ չեմ կարող էլ աճել կազմակերպության մեջ, իսկ եթե չկա աճ, ուրեմն չկա մոտիվացիա, ուրեմն չկա առաջ նայելու ցանկություն։ Այո։ Եվ այդ պատճառով որոշեցի, որ ճիշտ կլինի, որ առանձնանալ եւ ստեղծեմ իմը։ Եվ այդ ժամանակ երբ ամուսնուս հետ զրուցում էի եւ ասացի ամուսնուս, որ ինչ եմ ուզում անեմ, ասացի, բայց կարող եմ 6 ամիս չկարողանամ ոչ մի տեսակի գումար վաստակել։ Ամուսինս ինձ ասաց՝ մի մտածի, լավ կլինի, ես քո կողքին կանգնած եմ։ Եվ ստեղծեցինք կազմակերպությունը եւ հենց առաջին ամսից բիզնեսը ինքը եկամուտ ուներ, այո, ձեր առաջին ամսվանից եկամտաբեր էր արդեն, այո, ես հետո մի ամիս հետո ամուսինս իր ոտքը վնասեց, եւ ինքն էլ ինձ միացավ, հետաքրքիր էր, որ ինքն էր ինձ դուխ տալիս, որպեսզի ես այս քայլը գնամ, հետո ես էի իրեն դուխ տալիս, որ ինքը ոչինչ մի մտածի լավ կլինի, այսպես իրար դուխ տալով արդեն 3 տարի է միասին ենք աշխատում եւ կարծում եմ մեր կյանքի ամենալավ բանն է եղել, որ բիզնեսը ստեղծել ենք։ Այո, փաստորեն ընտանեկան բիզնես դարձավ, բայց ձեր ամուսինը այս ասպարեզի հետ կապ չի ունեցել։ Ինքը ոչ այդ ասպարեզի հետ կապ չի ունեցել։ Ամուսինը շինարարության մեջ է եղել, իրենց իր հայրիկի հետ ունեն իրենց կազմակերպությունը։ Այո։ Եվ 18 տարեկանից միասին աշխատել են, իր համար շատ դժվար էր այդ քայլը անելը, մտնել բիզնեսի մեջ, որից ընդհանրապես ինքը գաղափար չուներ, բայց սովորեց եւ հիմա միասին աշխատում ենք եւ շատ մարդիկ մեզ ասում են միասին մի աշխատեք կբաժանվեք, բայց իմ եւ ամուսնուս հարաբերությունները շատ տարբեր են, մենք առաջնահերթ ընկերներ ենք, հետո ամուսիններ, միշտ ասում եմ ինքը իմ ամենամոտիկ ընկերն է եւ ամեն բան ամուսնուս հետ եմ կիսվում, ես շատ բախտավոր մարդ եմ, որ հենց ունեմ իմ ամուսնուն, որովհետեւ մենք միասին կարող ենք ամեն բան ստեղծել, ամեն բան եւ միասին հասնել ամեն ինչին։ Խորհուրդ կտամ բոլոր աղջիկներին, որ պետք չէ վրազել, ճիշտ կլինի սպասել ճիշտ տղամարդուն, որովհետեւ ճիշտ տղամարդը կա եւ երբ քո կողքին ճիշտ տղամարդն է, դու ունես այդ կանացի երջանկությունը եւ միասին երկուսով կարող եք ամեն ինչի հասնել։ Այո։ Դա իմ խորհուրդը ապրիլի 7-ի կապակցությամբ։ Ապրիլի 7-ի ամենաթանկ խորհուրդը։ Այո, ամենաթանկ խորհուրդը Անիկ Ամիկյանը իրականում տվեց, իսկապես պետք չէ շտապել, պետք չէ այդ կարծրատիպերը, որ հիմա ինչ-որ բանի ժամանակն է, այլ պետք է գտնել այն մարդուն, ում հետ իրականում աշխարհում ամեն ինչ կարելի է հաղթահարել։ Դուք շնորհակալ մարդ եք, շատ գնահատում եք այն ինչ կա, այսինքն յուրաքանչյուր բան, հա մարդկային հարաբերություններից մինչև օրվա հաջողություն կարողանում եք գնահատել։ Ես երբեք չեմ մտածում, որ ինչ-որ մեկ ինչ-որ մի բան պարտավոր է անել ինձ համար կամ կյանքում ինչ-որ մի բան պետք է ինձ անվճար տրվի, ես հասկանում եմ, որ ամեն ինչի համար պետք է աշխատել, թե բիզնեսի հարցում, թե հարաբերությունների հարցում, պետք է ամեն օր աշխատել եւ գնահատում եմ այն ամենը, ինչ որ ունեմ, քանի որ կարող է չլինել։ Այո։ Եվ այն թեկուզ բոլոր հաջողությունները, որ մենք ունենք բիզնեսում, կարող է դա էլ չլինել, որովհետև Լոս Անջելեսում շատ կազմակերպություններ կան, որ նույնն են անում ու նույն հաճախորդը կարող է գնալ իրենց մոտ, կարող է չգալ իմ մոտ, ես դրա համար շատ շնորհակալ եմ, որ հենց մեզ են ընտրում, գալիս են մեզ մոտ, միասին աշխատում ենք եւ ինչ մենք մեր հաճախորդները տարբեր ազգերի հաճախորդներ են, սակայն շատ ենք ուրախանում, երբ մեր հայերն են հաջողությունների հասնում։ Այո։ Գալիս են Միացյալ Նահանգներ, գնում են տարբեր անշարժ գույք, գումար են աշխատում, մենք ուղղակի միայն հպարտանում ենք դրանով։ Անի, ձեր թույլտվությամբ ուզում եմ օգտվել առիթից, որ այսպիսի հրաշալի մասնագետի հետ ենք զրուցում, մի քանի նաև մասնագիտական, հա, ծառայություններին վերաբերող հարցերին, եթե դեմ չեք անդրադառնանք։ Իհարկե։
Պաստորին 2022 թվականից արդեն հիմնադրվել է, սիրելի հետևորդներ, դուք հեռախոսահամարը պարբերաբար տեսնում եք, գիտեք առաջին պահից ճիշտ մարդու, ճիշտ ընկերությանը դիմելու խորհրդատվություն ստանալը, սա տեղեկատվության առումով շատ կարևոր է, բայց մյուս կողմից շատ կարևոր է, որպեսզի մարդը ում դիմում եք կարողանա իրականում անին շատ հետաքրքիր ձևակերպում տվեց, ասեց ես երբեք խորհուրդ չեմ տա այն, ինչ ինքս չէի անի, տվյալ իրավիճակում։ Dynamic Finance Group-ի հիմնադիր տնօրեն, ֆինանսական եւ անշարժ գույքի գործակալ Անիկ Ամիկյանի հետ ենք զրուցում։ Ուզում եմ հասկանալ ուղղությունները, Պաստորեն, ձեր ընկերությունը առևտրային վարկ էր, հա, բնակելի գույքի ձեռքբերման վարկ, շինարարական վերանորոգման, հա։ Հիմնականում այդ ուղղություններն են, այո։ Այո, նաև անշարժ գույքի առքովաճառքով Պաստորեն կարող եք զբաղվում եք։ Այո, անշարժ գույքի առքովաճառքով նույնպես կարող ենք օգնել հաճախորդներին գնել կամ վաճառել իրենց անշարժ գույքը։ Տվյալ պահին մենք աշխատում ենք պարտքային ֆոնդ, անգլերեն debt fund է ինքը կոչվում։ Ահա։ Մենք իսկապես շատ բախտավոր ենք, որ ունենք տարբեր ինվեստորներ, մարդիկ, ովքեր ներդրում են իրենց գումարը տալիս են մեզ եւ այդ իսկ պատճառով որոշեցինք, որ ճիշտ կլինի ֆոնդը ստեղծել, որպեսզի բոլորի գումարը լինի հենց մեր ֆոնդի մեջ եւ այդ ֆոնդը ստեղծվելուն պես իրենք տոկոս են ստանալու ամսական։ Ահա։ Իրենց գումարը տոկոս աշխատելու եւ մենք ամբողջովին տնօրինելու ենք իրենց գումարով։ Այո։ Եվ ավելի հիմա մեզ 5-ից 7 օր է տևում, որպեսզի փակենք պարկը, այդ ժամանակ արդեն 3-ից 4 օրում կկարողանանք փակել։ Պարտքային ֆոնդ ասվածը, այս գումարը վստահում են ձեզ, իրենք ունենում են пассив եկամուտ, Պաստորեն տոկոսները, եւ նաեւ դուք հնարավորություն եք ունենում մյուսներին, ովքեր դրա անհրաժեշտությունը ունեն, վարկավորել։ Այո։ Սա մի քանի տարի, ընդամենը 3 տարի գործող կազմակերպության համար շատ լուրջ հաղթանակ է, չէ՞։ Ես գիտեմ, որ շատ երկար տարիներով այսպիսի կազմակերպությունները գոյություն ունեն եւ չեն էլ կարող դեռ երազել այդպիսի ֆոնդ ունենալու, ձևավորելու մասին, անի։ Ես միշտ ասում եմ, մենք շատ օրհնված ենք հենց այդ պատճառով, ասում չնայած առավոտվա ժամը 6-ից մինչև գիշերվա ժամը 1-ը մենք աշխատում ենք, շատ քիչ ենք քնում, բայց կապ չունի, կարծում եմ շատ օրհնված ենք, որ կարողանում ենք այդ ամեն ինչին հասնել եւ կարծում եմ այն փաստը, որ ամուսիններով ենք աշխատում, միասին ենք աշխատում, մեկս մյուսի բրդող ուժն է եւ այդ պատճառով կարծում եմ ավելի արագ ենք հաջողությունների հասնում, քանի որ երկուսս էլ մտածում ենք մեր բիզնեսի մասին։ Այո, ամեն դեպքում հա տանը եւ բիզնեսում նշում եք, որ առաջին հերթին ընկերներ եք, բայց տարաձայնություններ լինում են, թե ոչ եւ որպես կանոն այստեղ այդ մասնագիտական Պաստորեն դուք ավելի երկար փորձ ունեք այս դաշտում կոնկրետ մասնագիտական խնդիրներ չեն լինում։ Իհարկե լինում են, ինչպես ցանկացած ընտանիքում բիզնեսում իհարկե խնդիրներ լինում են, բայց ես եւ ամուսինս օրենք ունենք, որ ինչ որ կատարվում է բիզնեսի մեջ, անձնական չենք տեսնում, կարող ենք բիզնեսի մեջ շատ է լինում, որ ինձ հարց է տալիս ամուսինս, ես շատ խառն եմ լինում, զբաղված եմ լինում, ասում եմ, հիմա չեմ կարող քո հարցին պատասխանել, ինքն էլ ջղայնանում է։ Այո։ Բայց հիմա ես ավելի շատ եմ փորձում ազատ լինել, որ կարողանամ իր հարցերին օգնել, բայց այն ինչ որ կատարվում է բիզնեսի ներսում տարաձայնությունները, որ լինում են, մեր անձնականի վրա չի անդրադառնում։ Այո, ինչ վերաբերում է տանը, ես գիտեմ, որ եթե ունենում եք ժամանակ, այդ ժամանակը սիրում եք անցկացնել խոհանոցում։ Այստեղ արդեն ամեն ինչ ամուսնու համար պատրաստում։ Այո, շատ եմ սիրում խոհանոցում պատրաստել, ինձ շատ է հանգստացնում պատրաստելը։ Ամեն բան, սիրում եմ նոր բաներ պատրաստել եւ տեսնում եմ, որ ամուսինս կուշտ է, ուրախ է, ինձ շատ է ուրախացնում։ Եվ նաև անի նախնական զրույցի ժամանակ նշեցիք, որ նոր սովորում եք ինքնուց դաշնամուր նվագել։ Ես ուզում եմ հասկանալ օրվա որ ժամն եք դուք օգտագործում այսքան բանով զբաղվելու համար։ Դաշնամուր սովորաբար փորձում եմ շաբաթ-կիրակի սովորել։ Փոքրուց երազել եմ դաշնամուր նվագել, հիշում եմ մեր հարևանը ինձ միշտ ասում էր, մատները սիրուն երկար է, կարող ես դաշնամուր նվագել, իմ մեջ տպավորվել էր միշտ տենց, հետո որոշեցինք դաշնամուր գնել եւ փորձել սովորել, հիմա կարողանում եմ նվագել մեկ նվագ,
բայց փորձում եմ ավելի շատ սովորել, քանի որ դաշնամուրն էլ շատ հանգստացնում է ինձ։ Այո, այսինքն անի դուք գտնում եք այն տեղերեն ուղղությունները, գիտեմ որ գրքերել եք շատ կարդում, որոնք որ ձեզ լիցքաթափում են, նոր էներգիա են տալիս, լիցքավորվում եք։ Այո, պետք է այդպես անել, թե չէ կյանքը հեշտ չէ, դժվար է եւ շատ ստրես կա։ Նամանավանդ Ամերիկայում վստահ հիմա Հայաստանում էլ է նույն կերպ, բայց պետք է միշտ կարողանաս ստեղծել ավելի լավ միջավայր, ավելի դրական միջավայր եւ չնստել մտածել, բայ այսինչ հոգնած եմ, ստրեսը շատ է, ինչ պետք է անեմ, պետք է միշտ փորձես ստեղծել ավելի դրական ու լավ միջավայր, հենց ինքդ քո համար, քո առողջության համար։ Այո, անի շատ այսպես նուրբ, բայց ճիշտ կարծես նկատառում կարելի է նաև որպես հենց դիտողություն ընդունել շատ կանանց համար, հենց այսօրը կարելի է ինչ-որտեղ որ չի կարելի անընդհատ նստել ու բողոքել, դժգոհել ինչ-որ բաներից։ Մենք շատ ունենք կանայք, այստեղ էլ այնտեղ էլ երևի, որ այս խնդիրը ունեն, իրենք մտածում էին, որ արժանի են երջանիկ լինելու, բայց կյանքը չի դասավորվել իրենց երազածի պես։ Ցավոք սրտի այո շատ կան, այս վերջերս գիրք էի կարդում, հեղինակի անունը Դեյվիդ Գագինս, ինքը գրել է իր կյանքի մասին, թե ինչքան դժվար կյանքի ունեցել, փոքրուց իր հայրիկը իրեն ծեծել է, ծնողները բաժանվել են, պատմել բոլոր դժվարությունների մասին, որ ինքը անցել է ու միշտ ասում էր, որ կյանքը իրան վատ քարտեր է տվել ու ասում էր անգամ ինքը այս քարտերով կարողացել է հաջողության հասնել ու ասում էր եթե դու քո կյանքում քո անհաջողությունների համար փորձում ես ուրիշ մեկին մեղադրել, այլ ոչ թե ինքդ քեզ, ապա քո կյանքում ոչ մի բան չի փոխվի։ Բոլորս էլ կարող ենք ասել մենք արժանի ենք սրան, արժանի ենք նրան, բայց ով է որոշում, թե մենք ինչի ենք արժանի։ Այդպես նայենք, բոլոր մարդիկ այս աշխարհում արժանի են երջանիկ լինեն, ուրախ լինեն, բայց մեր քայլերից է կախված, թե ինչ կունենանք, ու մեր բոլորիս կյանքում է շատ դժվարություններ լինում են, պետք է միշտ մի լուսավոր կետ գտնել ու այդ լուսավոր կետը բռնել եւ առաջ գնալ։ Այո։ Զուտ այն փաստը, որ առավոտյան մենք մեր աչքերը բացում ենք, պետք է շնորհակալ լինենք, որովհետեւ կարող ենք չբացել, կարող ենք քնել եւ մեր կյանքը այդպես վերջանալ։ Պետք է միշտ լուսավոր կետ գտնել, ինչքան էլ փոքր լինի եւ առաջ գնալ, նայել դրան, պինդ պահել ու բաց չթողնել։ Ես շատ շնորհակալ եմ, ես ուզում եմ, որպեսզի ձեզ համար ապրիլի 7-ը, 8-ը այս տոները մեկ անգամ եւս ձեզ շնորհավորելով, ես ուզում եմ, որպեսզի տոների այս հաղթարշավը իսկապես շարունակվի եւ հաջողությունները ընտանիքում ու բիզնեսում շարունակական լինել ու ձեր այդ անընդհատ լավատեսությունը ձեր շուրջը տարածելու կարողությունը իսկապես շատ մարդկանց հասնի, որովհետեւ դուք իրականում կարողանում եք բարությունը ավելացնել այս աշխարհում, իսկ սա երևի ամենակարևորն է։ Շատ շնորհակալ եմ, ինձ իսկապես շատ հաճելի էր։ Շնորհակալ եմ ինձ նույնպես, ես ձեզ նույնպես շնորհավորում եմ ապրիլի 7-ի կապակցությամբ եւ շնորհակալություն, որ այս հնարավորություն ունեցա գտնվելու ձեզ հետ, զրուցելու ձեզ հետ եւ ինձ նույնպես շատ հաճելի էր եւ մաղթում եմ ձեզ ամենայն բարիք։ Երբ ասում ես կին, որը փոխում է աշխարհը, իրականում հենց այս տեսակն եմ ես պատկերացնում, ինչու, որովհետեւ իր վրա աշխատելով, իր քայլերի մեջ աշխատասիրություն եւ շատ շնորհակալ լինելու հատկություն դնելով անին կարողացել է, կարողանում է յուրաքանչյուր իրավիճակում, յուրաքանչյուր մեկ քայլ առաջ դեպի հաղթանակ գնալը տեսնել ու գնահատել։ Եթե մեր կյանքում այսպիսի մարդիկ շատ լինեն, իսկապես օրինակները անի բերած շատ խոսուն էին։ Առավոտյան երբ արթնանում ես, քանի որ արթնացել ես, պիտի կարողանաս շնորհակալ լինել։ Այս դեպքում իսկապես ավելի շատ դրականի մասին կմտածենք եւ այդ դրականը ինչ որ առումով նաև մեր շուրջն ավելի տեսանելի կլինի։ Մյուս կողմից օվկիանոսից այն կողմ բոլոր նրանք, ովքեր ճանաչում են կամ ծանոթ են Dynamic Finance Group-ի գործունեությանը, կարծում եմ, որ առիթ ունեցել են իրենց փոքր կամ մեծ ֆինանսական խնդիրները լուծելու այս հրաշալի ու պրոֆեսիոնալ ընկերության շնորհիվ։ Այս պահին ես ուզում եմ ձեզ հրաժեշտ տալ, թող այսօրվա մեջ իրականում լուսավորը շատ լինի։ Լուսավորը մեր կյանքում միշտ կա, թող այս օրվանից սկսած մենք այդ
ցանցավորն ավելի շատ տեսնենք։ Եվ յուրաքանչյուր կին, եթե ուզում է ուղակի երազել ավելի լավ շարունակության ապագայի եւ օրվա մասին, պիտի նախ եւ առաջ իսկապես շնորհակալ լինի այդ օրվա համար։ Ես ուզում եմ, որ այսօրվանից մենք շնորհակալ լինելու առիթներ շատ ունենանք եւ յուրաքանչյուր օր կարողանանք իսկապես լցնել այսքան դրականով։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։ FreeSoft ստերիլ աղաջրային լուծույթ նախատեսված է ամբողջ ընտանիքի համար սկսած նորածնային տարիքից։ FreeSoft կաթիլները լայնորեն կիրառվում են քթի եւ աչքերի ամենօրյա հիգիենիկ լվացումների համար։ Novothein Ultra աչքի խոնավեցնող եւ հանգստացնող կաթիլներ, չի պարունակում վնասակար կոնսերվանտներ, առկա է բոլոր դեղատներում։